երբ, որտեղ եւ ինչ տարբերակով պետք է հնչի Հայաստանի Հանրապետության օրհներգը։ Կառավարության նիստը սկսվում է օրհներգի կատարման կարգը սահմանող հարցի քննարկմամբ։ Օրհներգի կատարման կարգը պարտադիր է դարձնում պետական միջոցառումների ժամանակ օրհներգի կենդանի կատարումը, եւ սա նշանակում է, որ ցանկացած միջոցառումներ, որոնք պլանավորվում են պետական կառույցների կողմից, առավել եւս երբ որ խոսում ենք արարողակարգային միջոցառումների ժամանակ, ապա պետք է նախապես պլանավորել եւ ապահովել օրհներգի կենդանի կատարման հնարավորությունը, որը կարող է լինել նվագախմբային եւ երգչախմբային կամ երգչախմբային տարբերակներով։ Ոչ պետական միջոցառումների ժամանակ կթույլատրվի օգտագործել նաեւ պաշտոնական ձայնագրությունները, ընդգծում է նախարար Անդրեասյանը։ Ինչ վերաբերում է մանկապարտեզներում, դպրոցներում, ուսումնական քոլեջներում օրհներգի կատարմանը, ապա այն պետք է հնչի ուսումնական շաբաթվա սկզբին եւ սաների կենդանի կատարմամբ։ Սա ունի շատ կոնկրետ նպատակ, որպեսզի պետական կարևորագույն խորհրդանիշը, ինչպիսին օրհներգն է, դառնա կրթական ամենացածր օղակից, երեխաների ամենաառաջին գիտելիքներից մեկը, որ ստանում են, եւ ոչ թե ուղղակի տեքստ կամ երաժշտություն, որ լսում են, այլ նաեւ իրենց կողմից կատարվող մի ծես, որը դառնում է նաեւ պետության գիտակցման եւ պետականության զգացման ամրապնդման շատ կարևոր ուղենիշ։ Որպես կանոն պետք է հոտնկայս իրականացնել օրհներգի ունկնդրումը կամ ձայնակցումը, աջ ձեռքը կրծքին դրված, իհարկե օբյեկտիվ անհնարինության դեպքում պարզ է, որ այս ուրեմն պահանջը չի դիտարկվում, ինչպես օրինակ ֆիզիկական սահմանափակումների դեպքում եւ օբյեկտիվ այլ անհնարինության դեպքում։ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկով է հանդես գալիս։ Երբ որ մանկապարտեզների եւ դպրոցների դեպքում ասում են, որ կարող են կատարել, կարող են լինել նաեւ պետական հիմնարկներում, կարող են նույնպես խմբեր լինել, երգչախմբեր լինել, որոնք կարող են պետական օրհներգը կատարել, եւ դա կարծում եմ շատ գեղեցիկ կլինի, իհարկե այդտեղ մի քիչ երգելու ընդունակության եւ տաղանդի հարց կա, բայց այս էլ մի հարց է, որը կարծում եմ եւս մի հետաքրքիր էլեմենտ կմտնի պետական համակարգում աշխատելու երբեմն միօրինակ առօրյայի մեջ։ Փաշինյանին զայրացնում է այն միտքը, որ օրինակ հանրային հեռուստատեսության եթերում անընդհատ պտտվում է Հայաստանի Հանրապետության օրհներգի հին տարբերակը։ Խնդրենք հանրային հեռուստատեսությանը այդ հնամաշ հոլովակը ի վերջո պետքա փոխել։ Ինչքան կարելի է հասկանում եք 20 լավ չեմ հիշում, բայց ես ինչքան հիշում եմ, այդ մի հոլովակն է, այսինքն մեր բանը, մեր պետությունը կամ մեր մյուս կառույցները, հեռուստատեսությունները գումար չունեն, 2 տարին մեկ թարմացնեն պետական օրհներգի հոլովակը։ Սա վերաբերմունք է, չէ՞։ Ասենք ոնց որ մենք ասենք, ենթադրենք 12 թվից, ասենք նույն շորերով ման գան։ Կանենք, մեկը սնենց բան կա, կանենք, բայց մեր պետությանը հագցնում ենք նույն շորերը, ասում ենք հա դե լավ, այլ ինչ ա եղել։ Մեկը ժամը 12-ին ոչ նայող կա, ոչ լսող կա, առավել եւս ոչ էլ ոտի կանգնող կա։ Ինչ իմաստ ունի։ Սա վերաբերմունք է։ Ովքեր չցանկանան օգտագործել օրհներգի ճիշտ տարբերակը, դրան պետք է հետևի պատասխանատվություն, խոսքը եզրափակեց գործադիրի ղեկավարը։ Եկամուտների հայտարարագիր լրացրած 76537 քաղաքացի 2025-ին ստացել է 6 միլիարդ 200 միլիոն դրամի չափով սոցիալական կրեդիտ։ Սա նաև կարևոր է այդ սոցիալական հասցեական մեր քաղաքականությունները քայլ-քայլ կարգավորելու եւ առավել հասցեական լինելու համար։ Հիմա այս ուզում եմ հիշեցնել, որ մենք սոցիալական կրեդիտի հնարավորությունը բաց է բոլորի համար, որոշակի ուղղությամբ ծախսեր իրականացնելու պարագայում, բայց երբ որ մենք արդեն կունենանք մեծ տվյալները, սա մեզ կօգնի, որ մենք մեր սոցիալական քաղաքականությունները ավելի հասցեական դարձնենք։ Զբոսաշրջային գործունեություն իրականացնող բոլոր սուբյեկտները պարտավոր են գրանցվել եւ հայտարարագրել իրենց գործունեությունը։ Կառավարությունը հաստատեց համապատասխան որոշման նախագիծը։ Միայն իրավունք կունենան նրանք գործունեություն ծավալել զբոսաշրջային գործունեություն, որոնք դրա մասին կհայտնեն եւ դա լինելու է բացարձակապես թվային եղանակով, այսինքն տեղի չի ունենալու պետական մարմինների աշխատակիցների եւ
եւ ուրեմն զբոսաշրջային սուբյեկտների շփում մինչեւ այն պահը, երբ որ մենք պետք է գնանք որոշ մարմիններ, որոշ դեպքերում հավաստեն, թե արդյոք փաստաթղթերը ներկայացված ճիշտ են, թե ոչ։ Էկոնոմիկայի նախարարը բացատրում է համապատասխան փաստաթղթերը կստուգվեն, որից հետո կհանձնվեն հավաստագրեր այն կազմակերպություններին, որոնք կարող են աշխատել։ Եթե չի համապատասխանի հավաստագրին, արդեն դա նշանակում է, որ վարչական քրեական պատասխանատվություն է ենթարկվում։ Մի դեպքում, օրինակ, գիդերի դեպքում կամ ուրեմն ներողություն ավտոբուսների դեպքում դրանք ստուգում են մեր բարեկային ծառայությունները, իսկ ասենք հյուրանոցների, հոստելների դեպքում ստուգումները շուկայի տեսչական մարմիններն են իրականացնելու եւ սրանց միջոցով մենք ըստ էության խուսափելու ենք բոլոր այն դեպքերից, որոնք որ մինչեւ հիմա շատ հաճախ եղել են։ Վարչապետ Փաշինյանը հայտարարեց 2026 թվականի հունվարին Հայաստանը զբոսաշրջության ոլորտում նոր ռեկորդ է գրանցել։ 2026-ի հունվարը լավագույն հունվարն է բոլոր հունվարների մեջ։ Երբևէ հունվար ամսին 179,400 զբոսաշրջիկ չի եղել Հայաստանում։ Հասմիկ Ֆահրադյան, Արմալուր։